Մենք որդեգրեցինք մի տղա, բայց հետո վերադարձրինք նրան։ Ես երկար ժամանակ չէի կարողանում խոստովանել դրա մասին։ Ինձ ամոթ էր իմ վարքագծի եւ իմ անօգնականության համար։ Ես ուզում էի լավ գործ անել, որփին ընտանիք տալ, բայց չկարողացա եւ ստիպված եղա տղային վերադարձնել մանկատուն։ Դատապարտեք ինձ, գրեք թե ինչպիսի անսիրտ եմ ես, պատրաստ եմ լսել ձեր ցանկացած մեկնաբանությունները, բայց կսկսեմ հենց սկզբից։ Ես արդեն երկար տարիներ ամուսնացած եմ աշխարհի լավագույն տղամարդու հետ։ Մենք դաստիարակում ենք երկու աղջիկների։ Նրանք արդեն դպրոցական են։ Ես պատասխանատու մայր եմ, զբաղվում եմ աղջիկներով։ Կանոնավոր կերպով անում եմ նրանց հետ տնային աշխատանքները, տանում եմ երգեցողության եւ պարի դասերի։ Բայց խնդիրն այն է, որ իմ ամուսինը վաղուց ուզում էր որդի ունենալ, բայց առողջական վիճակիս պատճառով ես այլևս չեմ կարող ծննդաբերել։ Այդ ժամանակ ես առաջարկեցի ամուսնուս որդեգրել մի տղամանկատնից։ Մենք անցանք որդեգրման դպրոցը, հավաքեցինք բոլոր փաստաթղթերը եւ գնացինք մանկատուն։ Մեր տղան գտանք անմիջապես։ Նա այնպիսին էր, ինչպես պատկերացրել էինք, բաց մազերով, բայց թխուր աչքերով։ Սկզբում պետք էր կապ հաստատել երեխայի հետ։ Տղային 8 տարեկան էր, բայց նա չգիտեր ոչ գրել, ոչ կարդալ։ Երկար ժամանակ փոքրիկը ապրել էր փողոցում, մինչև սոցիալական ծառայությունը չէր վերցրել նրան ալկոհոլիկ ծնողներից։ Կապը վերջապես հաստատեցինք, եւ դատարանն արդեն հետևում էր, մենք տղային տարանք տուն։ Ես առաջին օրերից սկսած զբաղվեցի նրա դաստիարակությամբ, գրանցեցի նրան դպրոցի 2-րդ դասարանում, չհամաձայնեցի տալ առաջին դասարան, չնայած նա չգիտեր տառական հիմունքները։ Ես վստահ էի, որ կհասցնեմ պատրաստել նրան, քանի որ դպրոցի սկսվելուն դեռ ամբողջ ամիս էր մնացել, բայց ինչքան էլ փորձում էի, իմ նոր որդին համառորեն չէր ուզում կամ գուցե չէր կարողանում սովորել այդ բոլոր տառերը։ Սկզբում նա հրեշտակի պես էր, բայց մեկ շաբաթ անց ես արդեն չէի ճանաչում երեխային։ Նա վարվում էր պարզապես սարսափելի։ Կարող էր կոտրել կրծեր աղջիկաս խաղալիքները, կոտրեց ավագ աղջիկաս հեռախոսը, նա անընդհատ վիճում էր եւ չէր լսում մեզ։ Իսկ մեկ անգամ պարզապես անհետացավ։ Մենք դուրս եկանք մանկական խաղահրապարակ եւ մինչ ես խոսում էի հարևանի հետ, իմ տղան պարզապես անհետացավ։ Ես շրջում էի եւ կանչում նրան տան շուրջը, ինքս ինձ մեղադրում էի, որ չհսկեցի երեխային, բայց ով կմտածեր, որ նա այդպիսի բան կանի։ Գտա նրան մեր տան նկուղում, այնտեղ նա նստած էր խողովակների վրա։ Տարատուն եւ լվացի, բղավեցի ինչքան կարող էի, հետո ինքս երկար լացեցի, հասկանալով, որ չեմ կարողանում հաղթահարել։ Ավելի վատացավ դպրոցական գործընթացի սկսվելով։ Ամեն օր ուսուցիչը ինձ ասում էր, որ իմ երեխան խախտում է կարգապահությունը, որ նա չի հասցնում ծրագիրը եւ պետք է գնա առաջին դասարանի հատուկ դպրոց, ոչ թե սովորական դպրոց։ Ինձ ծածկեց դեպրեսիան։ Ես սովոր էի լսել գովեստներ ուսուցիչներից իմ աղջիկների համար, իսկ այստեղ մշտական մեղադրանքներ։ Ամոթից պատրաստ էի գետնի տակ ընկնել, բայց հուսով էի, որ դա ադապտացիա է։ Այդպես է անցնում իմ որդու մոտ։ Տարա նրան հոգեբանի եւ նյարդաբանի մոտ։ Ինքս էլ արդեն պետք է գնայի հոգեբույժի մոտ։ Ինձ մոտ սկսվեցին հիստերիաներ, այդ էլ հարթ տեղում։ Ես վերջնականապես հիասթափվեցի ինքս իմ մեջ որպես մայր, որդեգրված երեխայի համար ես չեմ հարմար։ Նա ամբողջովին դուրս եկավ ձեռքիցս եւ ես ոչ մի կերպ չէի կարողանում ստիպել նրան լսել։ Աղջիկներս անընդհատ լացում էին եւ խնդրում էին տանել տղային այնտեղից, որտեղից վերցրել էինք։ Ամուսինս որպես տղամարդ չկարողացավ դառնալ նրա համար հեղինակություն։ Մեր ընտանիքում սկսվեցին վեճեր այդ պատճառով։ Մեկ անգամ նկատեցի դրամապանակից գումարի անհետացումը, բավականին մեծ գումար։ Դա գումար էր, որը պետք էր վճարել վարկի համար։ Ես արդեն գիտեի ումից հարցնել եւ կանչեցի երեխաներին, բայց պարզվեց, որ իմ որդին տանը չէր։ Նա հավաքել էր իր իրերը եւ փախել էր։ Ինձ մոտ տեղի ունեցավ հիստերիա, որը երբեք առաջ չէր եղել։ Լավ էր, որ հանգստյան օր էր եւ ամուսինս կողքիս էր։ Նա կանչեց շտապօգնություն եւ ինձ տարան հիվանդանոց։ Մինչ ես հանգստացնող տեղերով էի, վատ էի մտածում։ Հիշում եմ, թե ինչպես ամուսինս ասաց, որ գտել է որդուն եւ ամեն ինչ կարգավորել է։ Երբ ինձ դուրս գրեցին, տանը տեսա միայն աղջիկներին։ Պարզվեց, որ ամուսինս տարել է որդուն հետ մանկատուն եւ կարգավորել բոլոր փաստաթղթերը վերադարձի համար։ Չեմ ամաչում խոստովանել, բայց ես հոգոց հանեցի թեթևացումով եւ պարզապես լաց եղա։ Ինձ այնքան ցավալի էր ինքս ինձ, ամուսնուս, իմ աղջիկներին եւ այդ տղային։ Իհարկե ես ցախողվեցի։ Ուզում էի երեխային ընտանիք, սեր, խնամք տալ եւ չկարողացա։ Հիմա ինձ տանջում է ամոթի զգացումը։ Թվում է, թե բոլորը մատով ցույց են տալիս ինձ եւ դատապարտում։ Նույնիսկ ուզում եմ պարզապես հեռանալ այս քաղաքից։